Բարի կիրակի առավոտ սիրելիներս, սկսում ենք նոր վլոգ ու վլոգը սկսում ենք այսենց հացի խմոր պատրաստելու այս process-ից։ Սիրելիներս, երեկվա թխած տորտս է, լավ փափկել է, հիմա արդեն կտրատեցի ընդհանուր, այսպես մեկը դնեմ սենց ուտելու համար, ինքան ցույց տամ։ Քան լավն էր ստացվել, սենց ոչ շատ բարձր, բայց շատ փոփուկ, շատ ու շատ համով, նեխասով։ Ահա, խմորս լավ բարձրացել է, հիմա մի հատ եմ հետ հունցում։ Այս կողմում դրել եմ սիսեռ խաշվի, մոռացել է երեկվանից թրջել, դրա համար հիմա ոչինչ կդնեմ թող խաշվի, մի քիչ հետ այդպես ուտելու համար, մի քիչ էլ որ հումուս պատրաստեմ, այս կողմում էլ կանելոնիների համար, այսինքն լազանիայի համար սոուս եմ պատրաստում։ Ժողովուրդ ջան, խմորս գնդեցի մատնաքաշի համար ու դուք գիտեք, որ ես էքսպերիմենտների մեծ սիրահար եմ խոհանոցում, չնայած որ այս փորձարկում չի իմ համար, ես ունեմ շատ սիրուն մանրամասն բացատրած այս խուրջինի բաղադրատոմսը, որի հողումը կթողեմ, բայց ստոր որոշել եմ սից ուրիշ ձևով պատրաստել, էլի նույն տեխնիկան է, խմոր պլյուս միս, լավ համեմած միս, կարող եք նաև ժարի տարած տապակած սունկ ավելացնել, պանիր ավելացնել, ինչ ուզում եք, ես այսօր անելու եմ, սունկ էլ ունենք, բայց թե չէ, մենակ մսով կանեմ։ Լավ մարինացրած միս, մանր կտրատելու եմ, սոխել կարող եք լցնել կանաչի, ինչ ուզում եք, բանջարեղեն, բայց ավելավա տապակացնախոր, որ շատ հյութ դուրս չտա, ու պատրաստում ենք այսօր սիրուն խուրջին մի հատ։ Այսպես սկսեցինք, մեզ հարկավոր է այսպես մի հատ աման, միս, մի քիչ եմ աղարը ամեն դեպքում, որ ավելի համեղ լինի, ու այստեղ 2 հատ փոքրիկ խմոր, սենց սիրուն եզրերը պատրաստելու համար, ու մի հատ խմոր։ Հիմա այս խմորը բացում եմ, կրտնակում եմ, փռում եմ այս սրա մեջ ու շարունակում ենք։ Ու հիմա այս միսը տեղափոխում ենք այս խմորի մեջ։ Բերանը լավ ամրացնում ենք ու շրջում ենք միանգամից սրա վրա։ Վերջ, շրջեցինք, ստացանք այսեն սիրուն գունդ։ Հիմա այս 2 խմորով պատրաստում ենք սիրուն հյուսիկ, այդպես ինչ-որ մի բան, բոլոր կողմերից լավ ձու ենք անում ու հիմա այս, որպես կափարիչ, այսպես կլոր սիրուն դնում ենք վրան ու մեջտեղը գնդիկ ենք անում։ Սիրելիներս, ահա, այսպես տեսք ունի, բայց ինքը դեռ էփած չի լռի, որտեղ լեյլի տեղ ունի կարմրելու։ Հիմա այս հացը կհանեմ, հացը արդեն պատրաստ է, ու այս նորից կտեղադրեմ։ Սկզբում դնում ենք ուժեղ կրակի տակ, որ ինքը լավ այսպես 4 կեղև կապի, ու հետո այդ իր մեջի գոլոշիով միսը եփվի։ Սիրելիներս, արդեն պատրաստ է, մի հատ տեսեք ինչքան սիրուն, կարմիր, կարմրաթուշիկ, սենց լավ խրթան, իսկ կանաչի, սոխ ու անուշ ենք անում։ Հիմա այսենց դանակով սիրուն բացում ենք, բերանը կացայի։ Ու գոլոշին հելավ։ Ինչ հյութ է, համեղ է, շատ։ Վերջ այս կողմում էլ մատնաքաշ և սա էլ վաղվա ընդմիջման համար լանչբոքսերի բրդուճիկի հացեր։ Բարի լույս սիրելիներս, ողջույն, ահա, և կրկին երկուշաբթի է, նոր աշխատանքային շաբաթ,
Դպրոցի նոր ուսումնական շաբաթ, կիրակին անցնում է, շաբաթ օրը շատ գործեր եմ միշտ պլանավորում, որ վերջացնեմ գնումներ, լվացք, քարտուկ, այդ ամեն ինչը, որ կիրակին հանգստի տանք ու այդ հանգիստը ճիշտ է լիարժեք հանձնում, ընտանեկան մթնոլորտում, ինձ հավես, բայց շատ արագ անցնում, շատ արագ, ինչևէ հանգստացած, գնում ենք աշխատանքի ու երեխեքի համար այս վերջի շաբաթն է, այս մի շաբաթն էլ են գնալու դասի ու հետո արդեն սկսվում է կիսամյակային արձակուրդները, այսինքն մի շաբաթ տանը կլինեն ու ճիշտը որ ասեմ, ես այդպես ավելի հանգիստ եմ լինում, երբ որ երեխեքը տանն են, ու ճիշտ ծնողներ կան, ասում են, չէ, ավելի լավ է դպրոց գնան, որ մենք հանգիստ իմ հետ աշխատող էլի նկատի ունեմ, երբ որ դպրոցում են հանգիստ ենք տանը, չգիտեմ, ուշ կումիթ կստունը կլինի, վայ ինչ արեցին, վայ, իսկ քանի որ իմ երեխեքը թութու շատ խելոք են ու համել դե մեծ են արդեն, ես այդ հարցով իհարկե մի քիչ ավելի ապահով եմ, բայց դες զգուշություն միշտ պետք է ամեն դեպքում, մյուս շաբաթ երեխեքը տուն են, կիսամյակը մեր մոտ հիմա է վերջանում, այս շաբաթ, անցած շաբաթներ այդ քնություններ, կիսամյակային ստուգողականներ, այդ ամեն ինչը ու հիմա այս ամբողջ շաբաթը գնալու են կինո, թատրոն, թանգարան, մանգար, այդպիսի բաներ, իհարկե շատ հաճելի է, բայց մի քիչ գումարային առումով ենքան հաճելի չի, որովհետև մի տեղ գնալն արդեն իսկ մեծ ծախսերի հետ է կապված ու դրանից հետո երբ որ գնան դպրոց, արդեն կսկսվի դահուկասահքի այդ ժամանակաշրջանը, բայց այս տարի մենակ Զոյկան ունի, Զոյկան է գնալու, Ալենենք ընտրել են մեկ շաբաթյա Վիեննայի շրջագայություն Վիեննայով, այդ լինելու է մայիսի վերջին, իսկ մեծերը արդեն գնալու են Իտալիա երկորով։ Այդպես սիրելիներս, մի խոսքով սուրճ եմ դրել, սուրճս հեսա մի հատ հանգիստ, այս գիտեք, այս իմ հանգստի ժամանակն է, երբ որ ճանապարհում եմ, Վիտոն գնում է արդեն աշխատանքի երեխեքը դասի, ու այս իմ հանգստի ժամանակն է, երբ որ ես նստում եմ լռության մեջ, մի բաժակ սուրճ եմ խմում, ամբողջ մտքերս իմի եմ բերում, սես մի հատ, ու արդեն սենց ուշ հավաքած, ոգևորված, տրամադրված գնում եմ աշխատանքի։ Մի խոսքով, լավ մնացեք, լավ եղեք, հաջորդիվ կհանդիպենք։ Լինելս երեկվա իմ եփած սիսեռը, ահա այսպիսի համեղ հումուս դարձավ։ Մտ ասեք տեսնեմ կա ավելի համեղ ճաշ, քան բորշնա։ Անջատում ենք ու թողնում ենք, որ ավելի կարմրի, որտև նոր եմ լցրել բազուկը, որ մի հատ լավ իր գույնը տա։ Ես լույսով ավելի լավ է երևում։ Վերջ արդեն կարող ենք լցնել ու տակ անուշանել։ Ու իբր ուրախացել էինք, որ ձյունը հալվում էր, բայց երեք նորից ձյուն է եկել։ Այս Վիտոյի մեքենայի տեղնա բան չէր տարել, գարաժ չէր կանգնացրել գիշերը, որ տաք էր, բայց դա ձյուն է եկել։ Այն բուրգից այսքան էր մնացել հալվեր։ Սիրելիներս, այսօր արդեն ուրբաթ է ու Զոյկայից դասարանը որոշել է, որ այսօր են տոնելու ֆաշինգը, այսինքն այդ կարնավալը, որովհետև երբ որ իսկական օրը գա, այսինքն երեքշաբթի փետրվարի 17-ին է լինելու, իրենք այդ օրերին լինելու են արդեն սարերում, գնալու են դահուկներ վարելու, դրա համար իրենք այսօր են տոնում։ Մեր բորդուղեկ ցորթուհին արդեն պատրաստ է։ Հələ պտտվի, հեսա մի հատ մազերն էլ սիրուն նորից դզենք ու այս գլխակն էլ դնենք, մոզեր ենքան հաստ է, ոչ մի ձև չի հողում, կանգնի։ Ահա և վերջ, պատրաստ է, դե հիմա պտտվի մի հատ էլ, վերջ։ Սիրուն է, դուրդ գալիս է։ Գնացինք։
Սիրեք եք սովորը։ Սիրելիներս, բարի լույս, շաբաթ առավոտը սենց եմ սկսում մի հատ երեխեքի համար փանքեյք պատրաստեմ, այստեղ իմ մոտ գոլկաթա, ալյուր, շաքարավազ, մի հատ ծու ու փխրեցուցիչ, այստեղ էլ դատարկ այսպես ուղակի թավա, սարքեմ երեխեք կակաո են ուզում իրենք խմեն, ես անցնեմ իմ գործերին, սուրճ կխմենք, նոր մենք էլ սուրճ կխմենք։ Թավան տաքացնում ենք ու տեղավորում ենք մեջ առանց ցիտայով։ Ահա այսպես դնում ենք մարմանդ գրակով ու բերանը փակում ենք, միջև այս մի կողմը զգում ենք, որ բարձրանում է կարմիրում, աշուր ենք տալիս մյուս կողմ։ Ահա, առաջին չափի քանակն արդեն պատրաստ է։ Այս մնում է միայն շաքարի փոշի շաղ տալ։ Եվ կաթն լցնեմ, կակաոն լցնեմ ու երեխեքիս Զայկան ու Ալենն են արդուն, կանչեմ։ Սա էլ ներսից։ Ահա, եսի երեխեքին նորից տվեցից, երկրորդը արդեն մի քիչ սենց շուտ եմ հանել, մի քիչ ավելի բարձրագույն է։ Համովա երեխեք։ Այնուշտին։ Ես միանգամից անցում եմ անում ճաշի արդեն, այստեղ կոտետներ եմ պատրաստում, ես պատրաստելու եմ այս շատ համեղ մանր լավներից։ Սիրելիներս ու քանի որ դե շաբաթ է, ես անցնում եմ կրկին իմ հաց թխելու գործին, շաբաթ կամ կիրակի օրը անպայման տնական թարմ հաց եմ թխում, այստեղ խմորը անեմ, փանքեյքները պատրաստ են, երեխաները նախաճաշեցին, փլավն էլ է պատրաստ ճաշի համար, մենք բարձրանանք սուրճ խմենք ու հետո տեսնենք հաջորդիվ ինչ ենք պլանավորում։ Բարի լույս սիրելիներս, բարի շաբաթ առավոտ բոլորիդ, որոշեցի մի հատ էլ այսպես ողջունել, այսպիսի բարի լույս մաղթել բոլորիդ ու դուրս գանք, ճիշտ է շաբաթվա ընթացքում գնումներ արդեն արել ենք, բայց դե շաբաթ կիրակի ու երեխեքը տանն են լինելու, արդեն ասեցի, չգիտեմ ասել եմ թե չէ, բայց այս օրվանից երեխեքի մոտ սկսվում է մեր սեմեստրը հիմա է ավարտվում, կիսամյակային արձակուրդներ ա մեկ շաբաթ, երեխեքը տանն են լինելու որպես իրենք շատ դուրս ու ներս չանեն, խանութ չգնան, մենակ դրա համար կգնանք նորից իրենց համար գնումներ կանենք, այն բաները, ինչ որ իրանք են սիրում, որպեսզի օրը մի բան կարողանան իրենց հաճելի պատրաստել ու իրենց արձակուրդը վայելել, այդպես, չգիտեմ, մի հատ հիմա իջնեմ ներքև, կարևորը հաց ունեմ սարքած, այս պահի համար ընթրիք պետքա պատրաստեմ ու խմորով էլ դեռ չեմ որոշել ինչ եմ անելու, հեսա գնամ խմորս մի հատ հետ հունցեմ, տեսնեմ շատ եմ արել, հաց կթխեմ կամ կարկանդակներ դեռ չգիտեմ, դեռ չեմ որոշել, տեսնենք, մի խոսքով լավ, գնացինք։ Բույսերը, հեսա արդեն որ գարունը բացվեց, պետք է սկսենք հաճելի աշխատանքները, այս վարդերն է, շատ լավը կուզեմ այս վարդերից է։ Եկել ենք չինական խանութ, սեք ես չինական բիսկվիտներն է, չեմ փորձել երբևէ։ Հա, զիս, եկա, բողկը, իդ, բողկը, խաշի բողկը։ Ազիամարկից էլ դուրս եկանք, գնանք մնացած գնումների հետևից։ Մտանք շպար, այս խանութը, այստեղից հարմար ավելի սուշի պարագաներ գնելը, մի մասը վերցրեցինք ազիական խանութից, մի մասն էլ այստեղից կվերցնենք, այստեղի համերին արդեն սովոր ենք երկար տարիներ այստեղից ենք գնում,
Ահա, այստեղ ամեն ինչը կա, բրինձը, նորիները, սոյայի սոուսը, մի խոսքով այն ամեն ինչը, սոուսները, ամեն ինչը ինչ որ անհրաժեշտ է սուշի պատրաստելու համար։ Ահա, վերցրեցինք, Ֆիլադելֆիան էի մոռացել, դա էլ վերցրեցի, մի խոսքով։ Վերջ, գնումները վերջացրինք, տարավիտոն սայլակը կանգնացնի, գա գնանք տուն, դենամ խմորս ինչ վիճակում ուրա հել է գնում, ստեմ ինչ եմ տխում շատ կուզեի այսօր կարտոֆիլով կարկանդակներ սարքեինք, վաղուց չենք կերել, բայց գիտեք ես ավելի շատ ինձ հաճելի է սարքելու գործընթացը, որ սարքում եմ ու տակ-տակ ընտանիքս վայելում է, գնանք տուն պարզ կլինի, սիրելիներս եկանք տուն ու մի հատ գնումներս սենց արագի մեջ ցույց տամ, տոպրակները դատարկել եմ, այստեղ մնացել են հիգիենայի պարագաները, բանը, ուրեմն, սուշիի համար գնել ենք կրիվետկաներ, սուշիի բրինձ, նուրիները, այսին շատ, որովհետև իրենք երեխեքը առօրյայում են օգտագործում չինական այդ ուտելիքների մեջ, այստեղ քանի որ կրիվետկաներով էինք սարքելու, մի հատ եմ լաքս վերցրել ու սոյայի սոուսը, էլի ունենք տանը, մեկ էլ սուշիի համար Ֆիլադելֆիաներն է, վարունգ, ավոկադո, այդպես բաներ ունենք տանը։ Այստեղ ծամոն եմ վերցրել, հավի կրծքամիսա, սրանք արդեն կապ չունի իհարկե բանի հետ, այս ուղղակի տան համար, զբաղվելու համար, երբ որ ֆիլմ ենք նայում կամ բան, արևս կանջատես հեռուստացույցը կամ կամացածնես, այստեղ տոմատի մածուկ, երեկոյան թեյախմության համար, ասենց համեղ ջեմեր եմ վերցրել ու էլի համեղ թեյեր, որովհետև ասել եմ, որ իմ խոտաբույսերը վերջացել է, չորացած կանաչիներս վերջացել է Հայաստանից, այնպես որ ես արդեն անցել եմ խանութին, դրա համար նորից վերցրել եմ, մի անգամ եմ ցույց տալիս, էլի էի քարցրել, էսա ծիտրոնը, որ ինքը 1-ին 1 հայկական ծիտրոնի համու հոտն է, ճիշտ է, թանկ է, այսքանը մոտավոր 4 եվրո է, բայց դե հիմա էսա, որ չունենք, Հայաստանից եկող էլ չունենք, բերող էլ չունենք, դրա համար պետք է գնենք, թե խոտաբույսերը, թե չորացած կանաչիները։ Այստեղ սենց աղացած միս հավ եմ գնել 30% զեղչվել էր ու միանգամից վերցրեցի կդատարկեմ տոպրակների մեջ ու կդնեմ սարցախցիկ, հեչ կարևոր չի, որ արդեն բանին մոտենում է ժամկետին, որովհետև ժամկետը կպարտադիր է, երբ որ իրենք դեռ թարմ են, բայց երբ որ արդեն հանում ես տոպրակից, տեղափոխում ես սարցախցիկ, արդեն կարող ես իհարկե պահել մի փոքր ավելի երկար։ Այստեղ մրգերից վերցրել եմ կանաչ խնձոր մանդարին, կարալյոկ չկար, այնքան եմ մանեկել, քանի խանութ ենք մտել, որ կարալյոկ գնեմ, այստեղ այս պղպեղներն եմ վերցրել երեխեքին, որպես համեղություն, այս անգամ զիֆիր եմ վերցրել, այսինց ու մեկ էլ էլի ֆստուշկա, չինական խանութից, ձու, ձեթ, մի խոսքով հացեղեն, տոմատի մածուկ, հունական յոգուրտ, մածուն, ալյուր, այստեղ երեխեքի համար էս բաները, խլոպյաները և այստեղ էլ պապկաներա փաստաթղթերը դասավորելու համար։ Կաթ ձեթ, սենց։ Ուրեմն այս կողմում արդեն դու էիր ուզում սկսեիր։ Խոսա, արի բացատրի ինչ ունենք։ Ուրեմն ունենք կրևետկաներ, որը տապակել ենք կարակով, սև պղպեղ աղ, ստե ունենք բրինձ, Ֆիլադելֆիաներ, սալմոն ու պատրաքաղ։ Սաղմոն։ Ուզում էր կիսահայերեն, կիսագերմաներեն ասեիր, հետո մեզ այստեղից այս տեսակն եմ գնել, որովհետև իրականում ինձ այս ավելի շատ է դուր գալիս, չէ, քան Ֆիլադելֆիան, այստեղ Էլենս այս մի կողմում կտրատում է վարունգն ու ավոկադոն, իր հարմարություններով այստեղ դրած, մի կողմից ֆիլմ է դիտում, ու այստեղ այսքան շատ ենք գնել, ամեն դեպքում ասացի, որ երեխեքը ընթացքում էլ են սիրում, օրինակ ինչի մեջ եք էսի բան, հա, բան ենք պատրաստում, ֆեյք իկրան, խավիար, ծկնկիթը, որ շատ խոմով է, ու մեկ էլ իրանք ունեն տես շինական ինչ-որ ուտելիքներ, որ բան են անում, կամ հենց նենց ուտում է Անգելինան չիպսի տեղ, սենց, ու ես հիմա նորից եմ բրինձ քաշում, որ շատ լինի, ու մեկ էլ հաց եմ տխում, ես ցույց տամ խմորս ոնց է ուռել, քանի որ որոշեցին երեխեքը սուշին այսօր պատրաստել, դրա համար կարկանդակները մնացին, հաց կթխեմ, ոչինչ, թարմ հաց կթխենք 3 հատ երևի, կամ էլ մի հատ համեմունքով հաց կանենք, հեսա Անգելինաս մեքենան է դատարկում, որ նորից կեղտոտամանները շարենք ու մաքուր նստենք սուշի
վայելելու։ Մեր գործերը այսպես առաջա գնում, այս Անգելինայի սեղանիկն է, ստեղ Էլենի։ Սենց սարքում ենք։ Այս տախտակը որ պետք չի կով։ Այդ տախտակի վրա պետք է այս հիմա կհանենք, այս բաները, որ ընդհանուր շարենք։ Սրանք օրգունք արդեն պատրաստ է, տեղափոխեմ սառնարան։ Սառեն, որ ավելի հեշտ կտրատվեն։ Մենք սուշին անուշ արեցինք, շատ համեղ էր ստացվել, այստեղ էլ մատնակաշներս է թխվում ու որոշեցի, արդեն ինձ գիտեք, որոշեցի մի հատ էլ նարնջով համեղ թխվածք, այսպես թխուկ պատրաստել, քամած նարնջի հյութով, թարմ հացը և այս համեղ թխվածքը վերցնել ու գնալ ռուզի հետ սուրճ խմելու, ահա այստեղ էլ հաց եմ թխել, այս ամենամեծ հացը կտանեմ տեքորես, որովհետև շատ է սիրում տնական մատնաքաշ, հիմա շաքարի փոշին էլ ցանենք, կտրատենք, երեխեքիս բաժինը թողնեմ իրենց, մնացածն էլ վերցնեմ ու գնանք սուրճ խմելու։ Սիրելիներս գործերս պրծանք, վերջացրինք ամեն ինչ ու որոշեցինք գնանք ռուզենց հետ սուրճ խմենք, ամել շաբաթ երեկո անցկացնենք մի քիչ, գնացինք։ Սիրելիներս, մենք արդեն տանն ենք, գնացինք, լավ ժամանակ անցկացրինք, վերադարձանք, մեզ բոլորիս բարի գիշեր, չգիտեմ այս վիդեոյին էլի կնկարեմ, թե չէ, որտև գիտեմ, որ կիրակի օրը բոլորը շատ-շատերը սպասում են նոր վլոգի գոնե կիրակի օրը, հիմա մի հատ հանգիստ նստեմ, տեսնեմ ինչ եմ նկարել, ինչ կարող եմ սարքել, մի հատ մոնտաժեմ ու գոնե որ առավոտյան սուրճին, ինչպես դուք եք ասում, որ գոնե առավոտյան սուրճի հետ նոր վիդեո ունենանք, թե ինչ, լավ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք առայժմ։